դուք Գյումրու դեպքերից տեսանյութեր եք ուզում, որպեսզի հասկանաք բռնությունը, թե ոստիկանությունը օրենքով սահմանված ուժ է գործադրում, խնդրեմ ես տեսանյութն, այլ սա բռնություն է։ Ես կարիք չունեմ հիմա տեսանյութ դիտարկելու, տեսանյութը կարող եք ուղարկել Ներքին գործերի նախարարություն, ես բացատրեցի ֆիզիկական ուժի գործադրման եւ ծեծի կամ մնացյալ դրությունը ուղարկեք Ներքին գործերի նախարարության անվտանգության վարչություն, կդիտարկենք, եթե հիմքեր լինեն անպայմանորեն վրա կհասնի քննություն։ Երբ երկու կարմիր բերետավոր 18 տարեկան տղային գցում են ասֆալտին, դա համաչափ ուժ կարող է ուժի կիրառում կարող է համարվել, թե ոչ։ Ես հիմա չեմ եկել այստեղ, որ դետալային մեթոդաբանական պրոցեսներ ներկայացնեմ ուժային միջոցների գործադրման մասով, կա դիմադրություն ցուցաբերող քաղաքացի, կա դիմադրություն չցուցաբերող քաղաքացի, դրանց մեթոդաբանական հնարքները տարբեր են, բերման ենթարկելու եւ մնացյալի, եթե հետաքրքիր է, կարող եք հարցադրումներ ուղարկել, գրավոր կպատասխանեմ։ Սաքսյան վերջին շրջանում հրապարակումները ձեր հնարավոր պաշտոնակության եւ հավանական տեխնացուների մասով ընդհանուր անունները շրջանառում Նիկոլ Փաշինյանը անձամբ ձեր աշխատանքից գոհ է եւ դուք ձեր աշխատանքից ինքներդ գոհ եք։ Ես կարծում եմ, որ վարչապետի անունից ես չէ, որ պետք է գնահատականներ տամ։ Ես կարծում եմ, որ 2025 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով նախարարությունը ունի բավական մեծ ձեռքբերումներ, դրա կողքին ունի նաև արձանագրած ախտորոշած խնդիրներ, որոնք հետևողականորեն լուծման կարիք ունեն, իսկ մնացյալ թեմաներով ես մեկնաբանություններ տալ պարզապես չեմ ուզում, որովհետև մշտապես ստահոդ տեղեկատվություններ են տարածվում նախարարության մասով։ Նախկին քննչական կոմիտեի նախագահի անունը նշվում Արգիշտի Քարամյանը, որ հնարավոր է իրեն նշանակեն, ասում են հիմնականում պայմանավորված են հանգամանքով, որ փառաքարում դեպքերը պետք է կանխվեր, չի կանխվեր եւ դժգոհությունը հիմնականում ձեր մասով դա է հանդիսանում։ Նման բան չկա եւ ես անհեթեթ լուրերը չեմ մեկնաբանում։ Վարչապետի կողմից կա դժգոհություն քննարկում եղել է ձեր աշխատանքի արդյունավետության հետ կապված, թե ոչ։ Ոչ, չի եղել նման քննարկում։ Տիկին Սարգսյան, ինձ հետաքրքիր է, դուք Նիկոլ Փաշինյանից հրահանգը SMS-ով եք ստանում, մեյլով, թե հենց ուղիղ զանգ եք ստանում, շատ հետաքրքիր է։ Նախարարը որպես կառավարության անդամ տարբեր գործիքներով եւ միջոցներով կարող է հաղորդակցվել վարչապետի հետ եւ ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ կարող է հաղորդագրություն լինել կամ որևէ այլ գործիք կիրառվել։ Գիտեք ինչ եմ հարցը ուղղակի որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարում է։ Բյուջեն ՆԳՆ-ի կրճատվում է, թե ոչ։ Մի հատ հստակեցում ասեք ու խնդրում եմ բաց հստակեցումներ, որովհետեւ մի մասում է կրճատվում է կառուցվածքային փոփոխություն, հետո ասում եք ընդհանուր առմամբ չի կրճատվում։ Հիմա կրճատվում է։ Չէ, եթե ուշադիր հետևեիք խոսքիս, ես նշեցի, որ ընթացիկ ծախսերի գծով ավելացում կա, կապիտալ ծախսերի գծով է նվազումը, բայց հանրագումարում, այո, Ներքին գործերի նախարարությանը հատկացվող բյուջեն ի համեմատություն 2025 թվականի շուրջ 2.4 միլիարդ դրամով պակաս է նախատեսված։ Այո, կապիտալ ծախսերի նվազեցում ենք ունեցել, դրա հաշվարկով 2.4 միլիարդ դրամ արդեն ավելի պակաս է։ Ձեր խոսքում նշեցիք, որ 12000-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ են գրանցվել նոր, դրանք ինչ վիճակագրություն ունեք, դրանցից որ մասն է, որ օտարացրացի են եւ որ երկրներից են հատկապես, Արցախին հասկանալի է։ Հիմնական տարբեր երկրներից ունենք պատկեր, ընդ որում թե ամերիկյան մայրցամաքից, այսպես ասեմ, թե եվրոպական հատվածից եւ որպես կանոն բնականաբար նույն ստուգման մեխանիզմն են անցնում բոլորը, այսինքն անկախ դրանից թե որ երկրի ներկայացուցիչ հետ գործ ունենք, հատկապես ցակումով հայերի դեպքում խորքային ուսումնասիրություններ ենք իրականացնում, մնացյալ դիմումատուների դեպքում եւս եւ ինչպես նշեցի, ունենք դիմելության աճ եւ նաեւ քաղաքացիության շնորհման աճ։ Այո, հիմնականում օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ունենք, Ուկրաինայից ունենք, եթե տոկոսային կտորը հետաքրքիր է, կարող եք գրավոր դիմել, անպայմանորեն կփոխանցենք։ Սարգսյան 3 ոստիկանության գվարդիան ծառայություններ առաջին իրականացնում Հովանավանքում եւ մենք տեսանք, որ լրագրողներին խոչընդոտում են գործունեությունը, հայհոյանքներ հնչեցնում Հովանավանքում եւ ոստիկանությունը որևէ գործողություններ տվյալ անձանց վերաբերյալ չէր իրականացնում։ Սա ինչ բացատրություն ունի։ Հարգելի լրագրողներ, ես պիտի փաստեմ, որ ոստիկանությունը տեղում հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում եւ նմանատիպ թվակազմով ոստիկանական ուժերի ներկայացվածությունը միտված է նրան, որ հենց այդպիսի իրավիճակները կառավարելիության դաշտում լինել եւ միջանձնային շփումներում միմյանց նկատմամբ որևէ խոսակցությունը բնականաբար բացառվել չի կարող եւ եթե որևէ մեկը գտնում է, որ կա վիրավորանք, կա զրպարտություն, չգիտեմ, արժանապատվությունը նվաստացնող որևէ ռեակցիա, դրա համար գոյություն ունի քաղաքացի
կոմերցիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ եւ անձին կարող են դիմել դրա համար։ Որպեսզի նկարահանում իրականացնեն լրագրողները, օպերատորի գործնային խոչընդոտում, այս դեպքերում չպետք է Ես նկատի ունեք ոստիկանները, թե քաղաքացիները։ քաղաքացիները եւ ոստիկանները հետևում էին այս ամենին։ Դե այս պայդրությամբ նախ ես պիտի փաստեմ, որ ինչքան որ ուսումնասիրել ենք իրավիճակները, որպես կանոն ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացրել իր արժեվ դրված խնդիրները, հիմնականում ոստիկանության գնահատման որոշ իրավիճակներ եղել են միջանձնային հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք որ վարույթի, այսպես ասեմ, առերևույթ փաստական հիմքեր չեն առաջացրել, եթե գտնում եք, որ որևէ մեկի նկատմամբ կա առերևույթ հանցանքի տարեր, դուք ազատ եք ներկայացնելու հաղորդում։ Եկեղեցում դուք ձեր խոսքում նշեցիք, որ ոստիկանները բոլոր տեղեր լինում են եւ կարգն է պահպանում։ Այո։ Բայց այն չափի ոստիկանական ուժեր, որ կար Հովանավանքում, այսինքն դա ենթադրում է, որ ինչ-որ սպառնալիք կա, ինչ-որ վտանգ կա Հովանավանքում, այո, այդ ինչ վտանգ կա։ Եվ որ նաեւ իշխանության ներկայացուցիչներն էին այնտեղ, այդքան ոստիկանի ներկայությունը ինչով է դուք պատճառաբանում։ Ես բնականաբար կարծում եմ, որ դուք չեք հավակնում իմանալու օպերատիվ տնտեսությունը ոստիկանության։ Ըստ իրավիճակի ոստիկանությունը գնահատում է առկա իրավիճակը, ընդ որում անձանց թվակազմից կախված է նաև որոշարկվում, թե որքան ոստիկանական ուժեր են անհրաժեշտ տեղում, որպեսզի կարողանա իրավիճակը լինել ոստիկանության տեսադաշտում եւ կառավարության շրջանակներում։ Մենք ունեցել ենք ընդհուպ մարզական միջոցառումներ, սպորտային միջոցառումներ, վերջերս տարբեր հարգելի գործընկերներ։ Օրինակ Մայրաթոռում 3 երակի կամ քառակի ավելի շատ մարդիկ կային եւ այնտեղ ոստիկաններ գրեթե չկային։ Պատկերացրեք, որ ես հարցի էությունը հասկացա եւ 8-9 հոգի չեն եղել Մայրաթոռի տարածքում ծառայություն իրականացնող։ Ես նկատի ունեմ, որ միջոցառումից կախված քանակական տվյալներ, օպերատիվ տվյալներ ոստիկանությունը որոշարկում է, թե որքան անձնակազմ է անհրաժեշտ, որ իրավիճակը լինի կառավարելիության դաշտում, ըստ այդմ թվակազմը որոշարկվում։ Տիկին նախարար եւ տեսանք, որ օրինակ արտադրության նախարարը մասնակցում էր պատերազմի մտադրություններին, Ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ պատարակների ցավոք սրտի շատ հաճախակի չեմ մասնակցում հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ հաջորդ շաբաթ եթե ծանրաբեռնվածությունս թույլ տա միգուցե մասնակցեմ։ Տիկին նախարար Տեր Արամը Մայրաթոռի կողմից կարգալույց հրճակված այդ քանային անվտանգությունը դրամադրվել դուք կարող եք ասել ինչ հիմքով է տրվել, որովհետեւ եւ նրան ուղեկցում են եւ նրա տան մոտ հսկողություն են անում, եթե իհարկե դա ոստիկանության ստորաբաժանումներն են։ Ասեմ, որ ընթացքում մենք ունեցել ենք քննչական մարմնի կողմից պաշտպանական որոշում կիրառելու մասին որոշում, ըստ այդմ ոստիկանությունը իրականացնում է պաշտպանական որոշում։ Տիկին Սարգսյան, ես ձեր թույլտվությամբ երկու հարց կուղեմ, մասնավորապես մեկը մոտավորապես 2 ամիս առաջ Գեղարքունիքի մարզպետը, որի հետ է եղել նաև ըստ տեղեկությունների Տավուշի մարզպետը եւ Կոտայքի մարզպետը, միասին գնացել են Սևանի ափին, խնջույքի են մասնակցել եւ այդ խնջույքից հետո հնչել են կրակոցներ։ Ասում են իրավապահ մարմիններին այդ միջադեպի մասին զեկուցել են։ Ինչ հետաքրքիր է, ձեզ անձամբ զեկուցել են։ Ինձ նման բան չի զեկուցվել եւ նմանատիպ տեղեկատվություն այս պայդրությամբ ոստիկանությունում եւս չկա։ Եթե այլ տվյալներ ունեք, խնդրում եմ անպայմանորեն փոխանցեք, որովհետեւ տարբերություն չկա։ Ում մասին է խոսքը, ամեն դեպքում ձեր նկարագրած իրավիճակի մասով որևէ տվյալ ոստիկանությունը չի ստացել։ Կաթողիկոսի ձերբակալելուց հետո տեղեկություններ են շրջանառվում, կաթողիկոսին ձերբակալելուց հետո տեղեկություններ են շրջանառվում, որ հաջորդը լինելու են լրագրողները Նիկոլ Փաշինյան ուժային կառույցներին, արդեն լրագրողների խմբագիրների անուն է տվել, ինձ հետաքրքիր է ձեզ ցանկ տվել են, ովքեր են լինելու։ Եթե քնարի մեջ Նարեկն է միգուցե մեջը հարգելի լրագրողներ, Հայաստանի Հանրապետությունում ցուցակներով աշխատանք չկա։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի։ Լինի դա նախարար, լինի դա նախարար, լինի դա իշխանական թևի ներկայացուցիչ, լինի դա անդիվադիր թևի ներկայացուցիչ, լինի լրագրող, հասարակ այլ մահկանացու, եթե հանցանքի այլ տար կա, բնականաբար վարույթ կնախաձեռնվի։ Ձեր մատնանշած որևէ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկանության գվարդիայում ոստիկանության զորքերից քանիսն են ընդգրկվել եւ քանիսն են դրսից եւ տարբեր ստորաբաժանումներից, քան տվյալ
Ընդհանուր թվակազմը բնականաբար գաղտնի տեղեկատվություն է, դա հաղորդել չեմ կարող, բայց կարող եմ նշել, որ հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ստորաբաժանում ներգրավող պոտենցիալ անձանցից 100-ից ավելի անձինք չեն հանձնել վերապատրաստումը եւ ըստ այդմ նախկինում զորքերում ծառայող այդ անձինք ուղղակի տվյալ ստորաբաժանումում չեն նշանակվել։ Նախարար վարորդների կողմից Վերջին հարցն է սա, վարորդների կողմից դժգոհություններ կան, ասում են մեքենաների շատերը գործարանային այդ ֆարասվածը հանում են եւ դնում են ինչ-որ լեդեր, որոնք գիշերային երթևեկության ժամերին վթարային իրավիճակներ են ստեղծում։ Հնարավոր է ներքին գործերի նախարարությունը սրա հետ կապված ինչ-որ լուծումներ ունենա։ Իրականում մեքենաների վերասարքավորման մասով խնդիր ունենք, այդ թվում ձայնային եւ նաեւ ձեր նշած կոմպոնենտի մասով արդեն իսկ հանձնարարված է բարեկային ծառայությանը, որ նմանատիպ մեքենաների մասով նախ փորձաքննություն նշանակվի եւ երկրորդ ըստ փորձաքննության, եթե անձը վերասարքավորման տվյալ բաղադրիչը չվերացրեց, մեքենան դուրս է գալիս շրջանառությունից։ Նշեմ, որ ձայնային ազդանշանների մասով բավական հաջող այս պրակտիկան տարբեր դեպքերի մասով կիրառել ենք, արել ենք փորձաքննություն, փորձագետը տվել է եզրակացություն, որ կա այո ստանդարտին չհամապատասխանող սարքի, այսպես ասեմ, ներմուծում ընդհանուր բաղադրիչների մեջ, անձինք սահմանված ժամանակահատվածում վերացրել են խախտումը եւ մեքենան մտել է ընդհանուր շրջանառության մեջ։ Այո, նաեւ լույսերին կվերաբերի։ Շնորհակալություն։